Մենք ինչպես խոսել, այնպես էլ շարունակելու ենք խոսել Բաքվում պահվող մեր հայրենակիցների, ռազմագերիների մասին, որպեսզի ամոթից գետինը չմտնենք այն ժամանակ, երբ օրինակ մեր գործընկեր Գեղամ Մանուկյանի եղբայրն այնտեղից խոսք է հնչեցնում ու ասում, որ ինքը չի զգում Հայաստանի շունչը իր մեջքին։ Հայաստանը, հայ ժողովուրդը հիշում է իր որդիներին եւ այս ամբիոնը օգտագործելու է այդ մարդկանց մեր հայրենակիցների մասին խոսելու համար։ Մենք խոսելու ենք մեր անվտանգության մասին։ Այսօր շատ հետաքրքիր դիսկուրս ծավալվեց մեր գործընկեր Իշխան Սաղաթելյանը շատ հստակ հարցադրում է հնչեցնում Ռուբեն Ռուբինյանին, ասում է Տիգրանաշենի հանձնման վտանգ կա որպես անկլավ։ Դրա պատասխանը ինքը իր բնույթով լեզվաբանական այո կամ ոչ պատասխանը ենթադրող հարց է, որին չհնչեց ոչ պատասխանը։ Այսինքն բոլոր հիմքերն ունեն կարծելու, որ հերթական տարածքային զիջումները հնարավոր են լինել եւ սիրելի ընդդիմադիր գործընկերներ մեր այստեղ գտնվելու նպատակը նաեւ դիմակայել այդ օրակարգերին։